Նրան տապանում հյուրընկալել եմ Հայաստանի Շնորհապետական կուսակցության ղեկավար, քաղաքական գիտությունների թեկնածու Գուրգեն Սիմոնյանին։ Պարոն Սիմոնյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Շնորհակալ եմ հրավիրելու համար։ Հայաստանի վարչապետն արդեն շատ ուղիղ հայտարարում է, որ իր կարծիքով անկախության հռչակագրին հղումը պետք է նոր սահմանադրության տեքստում չլինի։ Նա համարում է ամեն դեպքում ընտրությունը ժողովրդին է թողնված, բայց արդեն իսկ հնչում են փորձագիտական վերլուծական կարծիքներ, որ այս հարցը փակուղային է, շատ վտանգավոր է, որից ելքերը ձեռնտու են միայն Ադրբեջանին, որովհետև երկու սցենարի դեպքում էլ փոխվի էլ թե չփոխվի էլ Բաքուն է շահող դուրս գալու։ Դուք ինչ դիտարկումներ կանեք, ուր կտանի մեզ այս process-ը եւ արդյոք իշխանությանը կհաջողվի հանրությանը համոզել եւ կատարել այդ անհրաժեշտ փոփոխությունները։ Կարծում եմ չի հաջողվի, որովհետև անկախության հռչակագիրը դա Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության փաստաթուղթն է։ Անկյունակարային փաստաթուղթն է, որից դուրս է գալիս եւ ելնում է միջազգային ճանաչումը, ՄԱԿ անդամ լիիրավ պետություն դառնալու հանգամանքը, անկախության հանրաքվեի արդյունքները, այնուհետև դրանից բխող բոլոր սահմանադրությունները։ Եթե Նիկոլ Փաշինյանը անկախության հռչակագիրը համարում է որպես անպիտան փաստաթուղթ, նշանակում է ինքը Հայաստանի Հանրապետությունն է համարում որպես անպիտան։ Այսինքն անկախության հռչակագրի դուրս բերելով նա փորձում է Հայաստանի անկախությունը, ինքնիշխանությունը կասկածի տակ դնել։ Այսինքն դա պետական դավաճանությանը հավասարազոր եզր է եւ ին բնութագրումով դա պետական դավաճանություն է, ապագայում կարծում եմ, որ դատական համակարգն էլ այդպես կորակի այդ հանգամանքը։ Եվ ես կարծում եմ, որ այդ պետական դավաճանության եզրեր պարունակող քաղաքական օրակարգերը Հայաստանի Հանրապետության քաղաքացին երբևիցե չի սպասարկելու։ Անկախության հռչակագիրը դա տիեզերաստեղծ փաստաթուղթ է, որը խմբագրման, մոռացության տալու ենթակա չէ, որովհետև եթե այդ փաստաթուղթը իջիկ դարձրեցին, ապա մեզ կասեն, որ դուք այսուհետ այլ պետություն եք, եթե դուք այլ պետություն եք, եկեք հələ մի հատ միջազգային ճանաչման գործընթաց սկսենք, տեսնենք ով ձեզ կճանաչի։ Ու ինչ եք կարծում ով մեզ կճանաչի։ Մանավանդ այս տեսակ քաղաքականություն իրականացնող ապիկար եւ անսկզբունքային իշխանություններ ունենալու պարագայում աշխարհը ինչ դիրքորոշում կորդեգրի, աներկբավարն է, որ ճանաչած պետությունների թվականակը շատ քիչ կլինի, շատ քիչ։ Չճանաչած պետությունների մեջ կներգրավեն Ադրբեջանը, Թուրքիան, Ռուսաստանը, Պակիստանը։ Հիմա մեկ պետություն չի ճանաչում, Պակիստանը։ Բայց Ադրբեջանը Հայաստանի Հանրապետությունը այն հռչակագրով, որը որ կա, ճանաչել է։ Թուրքիան առաջիններից մեկն է եղել, որ այն հռչակագրով, որը որ հիմա Հայաստանի Հանրապետությունը կա, ճանաչել է։ Ռուսաստանն էլ է ճանաչել այն Հայաստանի Հանրապետությունը, որը այս հռչակագրով կա։ Եթե Նիկոլ Փաշինյանը դուրս է դեմ է գնում անկախության հռչակագրին, նշանակում է դեմ է գնում Հայաստանի Հանրապետությանը ներկայիս։ Սա պետական դավաճանության մեղադրանք հավանական մեղադրանք պարունակող քաղաքական գործընթաց է։ Հետևաբար Հայաստանի Շնորհապետական կուսակցությունը առաջ է քաշել հայ ժողովրդի առաջ օրակարգ այլընտրանքի միջոցով փոխել ներկայիս իշխանություններին։ Հիմա մենք սկսել ենք մեր ակտիվ շրջագայությունը Հայաստանի Հանրապետության մարզերով մեկ։ Մեր առաջին շրջագայությունը լինելու է Վանաձորում։ Սիրելի վանաձորցիներին ես հրավիրում եմ ամսի 19-ին շաբաթ օրը առավոտյան ժամը 10:30 Կարեն Դեմիրճյան 25/1 հասցեում տեղակայված կինո Լորի սրահ Վանաձորում, որտեղ մենք հանդիպելու ենք, մտքերի փոխանակում ենք իրականացնելու եւ զրուցելու ենք քաղաքացիների հետ։ 2 ժամ կզրուցենք, 2.5 ժամ կծանոթանանք մարդկանց տեսակետները կլսենք, կվերադառնանք Երևան եւ այդպիսի այցելություններ բոլոր մարզերում եւ բոլոր գրեթե բոլոր համայնքներում կլինեն, եթե հասցնենք բոլորում լինել, որովհետեւ 48 եւ ավելի քաղաքներ ունենք եւ 960-ի չափ մոտավորապես համայնքներ ունենք, մի տարի ժամանակահատված։ Համախմբվեք սիրելիներ, մենք պետք է թույլ չտանք, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը կասկածի տակ դրվի։ Ընդ որում մեկ ուրիշ զուգահեռ էլ անցկացնեմ, տեսեք Գյումրիի ընտրություններում վերջնահաշվարկով
Վարդան Ղուկասյանը դարձավ Գյումրիի քաղաքապետ։ Երեք ես դիտեցի լրագրող Նարեկ Կիրակոսյանի հարցին, թե դուք կողմ եք միութենական պետություն մտնելուն, այդ անձնավորությունը ասեց այո, կողմ եմ եւ Բելարուսի օրինակով։ Այդ հայտարարությունը պետական դավաճանությանը հավասարազոր հայտարարություն, այսինքն այդ անձնավորությունը լինելով Հայաստանի Հանրապետության երկրորդ քաղաքի քաղաքապետը, Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության դեմ հայտարարություն է արել, դե իրավապահն էր, ինչ է կանելու։ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայություն, գլխավոր դատախազություն, ինչ է կանելու։ Այդ մարդը Հայաստանի Հանրապետության պետության դեմ հայտարարություն է արել։ Ինքնիշխանության դեմ հայտարարություն է արել։ Եվ նույնը Նիկոլ Փաշինյանը։ Դա պետական կառույցներին ձերուղված հարցադրումը իր հերթին, պարոն Սիմոնյան, իսկ հանրությանը ինչ հարց պետք է ուղղել։ Այդ դեպքում ինչպես հանրությունը կարողացավ ընտրել այդպիսի մարդու։ Ամեն դեպքում մեծ թվով քվե էր ստացել նա, այն դեպքում, երբ որ նա նախընտրական այս շրջանում գովերգում էր ռուսական դրոշը, ռուսական ռազմաբազայի գործունեությունը Գյումրիի տարածքում։ 8000 հոգի։ Գյումրին 250,000-ից ավել ազգաբնակչություն ունի։ 8000 հոգի է ընտրել, Գյումրին չի ընտրել։ Դե ամեն դեպքում նա ընդդիմադիր մյուս ուժգնությամբ դարձավ քաղաքապետ։ Բանալին որն է, սիրելի գյումրեցիներ եւ առհասարակ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ։ Մենք գիտենք, որ երկու արատավոր բարքեր կան ընտրություններին եւ ընտրական պայքարների ժամանակ։ Առաջինը դա վարչական ռեսուրսի զորաշարժումն է։ Տարբեր հաշվարկներով վարչական ռեսուրսը 100-ից 150,000 ձայն է, քվ է։ Իշխանությունների համար վատթարագույն պարագայում 100,000։ Ես կարծում եմ, որ իշխանությունների համար ամենավատթարագույն պարագաներն են հիմա։ Այլ բան է, եթե համապետական ընտրություններում մասնակցում է 40%-ը ընտրական իրավունք ունեցողների, նշանակում է այդ 100,000-ը տեսեք քանի տոկոս է կազմում 40%-ի համատեքստում։ Ենթադրենք 500,000 հոգի մարդ է մասնակցել ընտրություններին։ 100,000-ը հաշվեք քանի տոկոսն է 500,000-ի։ Բայց դե պատկերացրեք, որ բոլորը մասնակցեն, 2 միլիոն մարդ։ Տեսեք 2 միլիոնի քանի տոկոսն է 100,000-ը։ Ստացվեց, որ այդ վարչական մեխանիզմներով նրանք չկարողացան ազդել ընտրական իրողությունների վրա, անգամ անցողիկ շեմը չհաղթահարեցին։ Մյուս արատավոր երևույթը ընտրակաշառքներն ու այլ մեթոդներով մարդկանց նկատմամբ ճնշում գործադրելը։ 100-ից 200,000 ենթադրենք։ Ընդ որում 200,000-ի եթե 5,000 դրամներով կաշառին, դա մոտ 2 միլիոն դոլար է անում, 2 միլիոն դոլար։ Դա գիտենք, որ եզակի քաղաքական գործիչներ կարան այդպիսի ծախս ունենալ, դա օլիգարխները, որոնք երկիրը տարիներ շարունակ թալանել են, այդ մարդիկ կարող են այդ ծախսը տեսնել։ Հիմա որպեսզի մենք կարողանանք փոփոխություն իրականացնել, համապետական ընտրություններում ենթադրենք 600-700,000 հոգի մարդ է մասնակցում։ Տեսեք 200,000-ը այդ 700,000-ի մեջ քանի տոկոսն է կազմում։ Եվ ենթադրենք մասնակցի 2 միլիոն մարդ։ 2 միլիոնի մեջ 200,000-ը քանի տոկոս է կազմում, անցողիկ շեմը համարյա կարող է չհաղթարի կամ հաղթարի մինիմալ չափով։ Հիմա այստեղից հետևություն։ Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ, բնակվելուց լինեք Հայաստանի Հանրապետությունում, թե Սփյուռքում էական չի։ Բոլոր տեսակի ընտրություններին անպայման մասնակցեք անկախ ձեր տեսակետից։ Խնդրում եմ ուղղակի։ Խնդրում եմ, իմացեք, որ առանց ձեզ Հայաստանը կկործանվի, գնացեք ընտրատեղամաս, մի ընտրեք ոչ մեկի, փչացրեք բյուլետենը, բայց մասնակցային թիվ ցույց տվեք, որ այդ աղտեղությունների տոկոսային հարաբերակցությունը ավելի իջեցնեք։ Անկամ գնաք նրան, որ ընտրությունները չկայանան, անընդհատ թող չկայանան ընտրություններ, միևնույնն է դուք գնացեք բոլոր տեսակի ընտրություններին։ Թույլ մի տվեք, որ այսպիսի մարդիկ գան իշխանության։ Ստացվեց, որ 8,000 հոգի Հայաստանի երկրորդ մեծությամբ քաղաքի ճակատագիրը հիմա որոշելու է։ Բա մենք դրան ենք արժան։ Սա մեկ կարևորագույն հանգամանք, առաջի քայլ։ Գնացեք ընտրությունների։ Սա պարզից պարզ, ավելի պարզ չես կարող ասես։ Վեր կաց եղբայրը քեզ կտրի աթորից, բազմոցից։ Գնա ընտրությունների 10-15 րոպե ժամանակ քաշի, թող 2 ժամ քաշի, թող ամբողջ օրը դուտի։ Այնուամենայնիվ գնա ընտրությունների ամբողջ ընտանիքովդ։ Երկրորդ քայլը համախմբվեք նոր ուժերի շուրջը։ Հիմա մենք ալտերնատիվաներից, այլընտրանքային ուժերից մեկն ենք ներկայացնում Հայաստանի շնորհապետական կուսակցությունը։ Բայց դաշտում գուցե կլինեն էլի ուժեր, որոնց կարելի է աջակցել։ Մաքուր ուժեր կլինեն։ Ես օրինակ ինձ համար իդեալական եւ երազելի մի իրավիճակ կլինի, որ այդ պատմության կողմից քաշված գծից այս կողմ
ձևավորվելիք քաղաքական նոր օրակարգը, որ կկայանա, նոր ուժերի համատեքստում կկայանա, ընդ որում ես խնդրում եմ ուշադրություն դարձնեք, նոր ուժեր դա չի նշանակում երիտասարդներ միայն։ Միջին եւ բարձր տարիք ունեցող անձիկ էլ կարող են կայացրած լինել եւ նախաձեռնող լինեն ուժերի, որոնք որ Հայաստանի ներքաղաքական դաշտում որևէ ախտեղությունների հետ կապված չեն եղել։ Նրանք էլ են նոր ուժ։ Հիմա ինչ էական է, որ մարդը միջին եւ ավակ սերնդի ներկայացուցիչ է, եթե ինքը երբևիցե ոչ Լևոն Տեր-Պետրոսյանի, ոչ Ռոբերտ Քոչարյանի, ոչ Սերժ Սարգսյանի, ոչ Նիկոլ Փաշինյանի օրոք չի համագործակցել եւ եղել է անդիմություն եւ Հայաստանի Հանրապետության մարտիկ ա եղել, ինքն էլ է նոր ուժ։ Հիմա նոր ուժեր, նոր միջավայրում, նոր քաղաքական մշակույթով պետք է առաջնորդվեն, գաղափարախոսակ կենտրոն մշակույթով եւ խնդրումը թիրախավորելու համատեքստում, ոչ թե անձիկ։ Որտեղ փոքր ուղեղները թիրախավորում են անձանց, մեծ ուղեղները թիրախավորում են գործընթացներն ու պրոցեսները։ Հիմա այդ պատմության կողմից քաշված գիծը, որը արդեն անհնարին է դարձրել նախկին եւ ներկա քաղաքական ուժերի ներգրավվածությունը պրոցեսներին, պարտադրում է Հայաստանի Հանրապետության քաղաքացուն համախմբվել նոր ուժերի շուրջ, սիրելիներ։ Այսինքն մենք դուրս բերեցինք ձեր հարցից երկու մոտեցում։ Առաջինը գնացեք ընտրությունների, երկրորդ համախմբվեք նոր ուժերի շուրջը։ Պարոն Սիմոնյան, վերադառնալով իմ առաջին հարցին եւ եթե դիտարկենք սցենար, որ ժողովուրդը չի գնում սահմանադրության այդ փոփոխության նոր տեքստին չի աջակցություն չի հայտնում, այնպես ինչպես պահանջում է Բաքուն եւ Նիկոլ Փաշինյանը ենթադրենք, եւ ինչ է ստացվում, Ալիևը հայտարարում է, որ ռևանշիստներ են Հայաստանում եւ պատերազմ եմ սկսելու նրանց դեմ։ Թող հայտարարի, թող սկսի պատերազմ, եթե պետքա սկսի։ Հիմա օրինակի համար, եթե մի ահաբեկիչ եկել է դանակով մեզ սպառում է, ասում է ամեն անգամ տեղում մորթելու եմ ես ձեզ, եթե չեք ուզում մորթեմ ես ձեզ, ահա ձեզ գավաթ թույնով խմեք, սկզբում կքնեք եւ քնի մեջ կմահանաք։ Դուք ինչ եք անելու։ Ձեր գործողությունները հարցս հղում եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացուն։ Մարդասպանը մուտք է գործել ձեր տուն, դանակով ասում է կամ սրա խոխ եմ անում, մորթում եմ քեզ, կամ ահա քեզ թույն, խմիր, սկզբից կքնես, ցավ չես զգա, եւ կմահանաս քնի մեջ։ Ձեր քայլերը չդիտարկի Հայաստանի Հանրապետության քաղաքացին իր ճամպրուկը հավաքելու եւ այստեղից գնալու սցենար։ Դա էլ է մահ։ Այսինքն դուք պայքարում եք, էլիս դուք խոսում եք հայերեն ինչի համար, ձեր տեսակի համար, չէ՞։ Ինչի՞ չեք ռուսկախոս, ռուսերեն լեզվով խոսացող կամ անգլերեն, ինչի եք օրինակ դուք հայուհու մենտալիտետով ապրում։ Տեսակի պայքար է գնում ամեն օր։ Ինչի ենք մենք կարգ ու կանոնով հաղորդակցվում միմյանց հետ, հայկական մշակույթ սիրում։ Տեսակների պայքարում, եթե պետքա ոչլոտ թուրքը ձեզ հաղթի, ուրեմն դուք արժեք չունեք։ Ինչի ճամպրուկը հավաքես գնաս։ 500 տարի առաջ քոչվորների ցեղերը ճամպրուկները հավաքած եկել են քո հազարամյա բնորանը հայրենիք են սարքում դու գնաս։ Դուք գիտեք հին հունական պատմագիտության մեջ այսպիսի մի դրվագ կա, Անաբասիս կարդացեք։ Հայուհու կերպարը որն է։ Հունական զինվորական խումբը, երբ որ պարսկական թագավորության դեմ պատերազմից հետո նահանջում էր, մեծ հայքի վրայով պետք է նահանջեր, չէ։ Մի համայնքի մեջով են անցնում, որտեղ զորաջոկատ է դուրս գալիս իրանց դեմ։ Մարդիկ մտածում են, որ հայերը մտածում են, թե իրանց վրա են հարձակվում, զորք է դուրս եկել։ Մարդ են մղում ահեղ։ Մեկին սպանում են, սաղավարտն ընկնում է, երկար մազերը թափվում են, տեսնում են կին է տղամարդու սաղավարտներով կռվում։ Ինչու՞։ Որտեվ տղամարդերը չէր մնացել, պատերազմը տղամարդուն ոչնչացրել էր, կանայք էին պաշտպանում։ Իհարկե կանանց ուժը չի բավարարում, հույներին պարտվում են, այն կանայք, որոնք որ ողջ են մնում, ծերպից իրանց ցած են նետում, որ չտիրանան օտարների իրենց։ Ես ձեր Քսենոֆոնտը հասկանում եւ ընկալում եմ։ Քսենոֆոնտը սևով սպիտակի վրա գրել է 2000 տարի առաջ տեղի ունեցած իրավիճակ։ Տեսեք, տեսակի պայքարում մենք ուր էինք այն ժամանակ, հիմա ուր ենք, մենք ճամպրուկ ենք։ Գնչու ենք, թափառական ենք, մուրացկան ենք։ Արտագաղթի տեմպերը
Կարծում եմ որոշ չափով այդ հարցի պատասխանը տալիս են պարոն Սիմոնյան, որքան էլ փորձենք լավատես լինել Որովհետև 30 տարի շարունակ ազգակերտման գործընթացը Հայաստանի Հանրապետությունը տապալել է, մարդիկ ծնվում են հայ, բայց հայանալու ճանապարհը կիսատ է մնում։ Միայն հայերեն խոսալով եւ յան վերջածանցով չի։ Մենք հասկանում ենք, մենք ով ենք, մեր տեղն ու դերը նշանակությունը։ Ֆիզիոլոգիապես մենք նրանց չենք զիջում, եթե ոչ առավել ենք։ Գենետիկ ուսումնասիրությունները նայեք, ոսկրածուծի միջազգային բանկում հայերի ոսկրածուծը ուրույն տեղ ունի եւ բոլորին դոնոր է կարողանում հանդիսանալ, որպես առողջ ֆիզիոլոգիա ունեցող կենսատիպի օրգան։ Հիմա եթե կենսաբանությամբ լավն եք, ուղեղով լավն եք, մտածում եք, խելք ունեք այդքան։ Արտակնապես նորմալ ենք, լավ ենք։ Ամեն ինչով լավ ենք։ Ինչն է մեզ խանգարում։ Տեսակների պայքարում վախում ենք։ Դրա համար էլ ոնց ասեմ, լաթի նման կսրբեն ոտքները մեզ վրայով եւ կանցնեն։ Մենք դրան ենք արժանի։ Ի վերջո ստեղից մի աքսիոմատիկ ճշմարտություն։ Եվ ստեղ բոլոր զորավարներն են ասել, այն քաղաքակրթությունները, որոնք որ պատրաստվում են պատերազմի եւ պատերազմին պատրաստ են, վայելում են խաղաղություն։ Իսկ պատերազմին պատրաստ հասարակությունները կյանքի տևողությունը չեն գնահատում, կյանքի խորությունն են գնահատում։ Թող երբևիցե միջև 90 տարեկան ապրած բորի կյանքով անձնավորությունը չհամարի, որ ինքը ավելին է արժեցել, քան 20-ամյա Ռոբերտ Աբաջյանը։ Որտեղ 20-ամյա Ռոբերտ Աբաջյանի կյանքի տևողությունը 20-ամյա էր, բայց կյանքի խորությունը դարակազմիկ։ Կյանքի տևողությունը չի կարևոր, կյանքի խորությունն է կարևոր։ Երբ որ դու դա գիտակցում ես, ինքնաբերաբար դու քո կյանքի տևողությունն էլ ես մեծացնում, որտեղ ոչ մեկ խելացնոր չի, որ հարցակվի քեզ վրա։ Կտաս կսպանես, պատրաստ լինելով մահն ընդունելու։ Jackpot հագուստի վաճառակենտրոնը վերաբացվել է Թահանգա քաղաքում։ Նոր տեսականի, նոր արժեքներով ու նոր զեղչերով։ Եվրոպական հագուստ եւ կոշկեղեն կանանց, տղամարդկանց եւ երեխաների համար։ Օծանելիք, ճամպրուկներ, պայուսակներ, գիշերանոցներ, գոտիներ եւ դրամապանակներ։ Մեծ ապրանքատեսականի, մեծ զեղչերով։ Համեցեք Jackpot Թահանգայում։ Հասցեն 7057 Foothill Boulevard։ Հեռախոս 818 813 2252։ Jackpot։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Պարոն Սիմոնյան, հիմա այլ թեմաների անդրադառնալով արցախցիների ակցիաները շարունակվում են, տարբեր պահանջներ են հնչում սոցիալականից մինչև քաղաքական, ընդ որում իրենց վերադարձի հարցն են պահանջում, որ այս իշխանությունները բարձրացնեն։ Սերժ Սարգսյանը օրերս հայտարարություն տարածեց, որ չի համարում Լեռնային Ղարաբաղի հակամարտության էջը փակված եւ այս իշխանությանը չի հաջողվի այդ էջը փակել։ Դուք ինչ դիտարկումներ կանեք հիմա արցախցիների ակցիաների հետ կապված, ասում են էլի Կրեմլից եւ Կրեմլին հարող ուժերը այստեղ իրենց ուղղորդում են օգտագործում են որպես գործիք, որովհետև այն աշխարհակաղակական իրավիճակում, որում մենք հիմա ապրում ենք, արցախցիների վերադարձը հնարավոր չէ։ Թացը չորից ջոկենք։ Սերժ Սարգսյանին ի պատասխան։ Նիկոլը ճիշտ էր, դուք սխալվեցիք։ Հետևաբար դուք եք Նիկոլի ձևով փակել Արցախյան հակամարտությունը, չփորձեք հանկարծ այդտեղ խաղեր տալ։ Հանրապետական կուսակցությունը ընտրեց Նիկոլ Փաշինյանին, Սերժ Սարգսյանը գնաց Նիկոլին հանձնելով իշխանությունը եւ Սերժ Սարգսյանը անուղղակիորեն Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության հանցակիցն է։ Սա մեկ։ Հիմա Սերժ Սարգսյանին զատեցինք մենք արցախցիներից։ Արցախահայերը տուժած մեր հայրենակիցներն են, որոնք իրենց պապենական բնօրենից դուրս են եկել եւ մեծ հաշվով նաեւ Ռուսաստանի միջամտության եւ նրանք շատ լավ գիտակցում են։ Այստեղից զատեցինք Ռուսաստանի արցախահայերից։ Հիմա մաքուր մեր Արցախի հայրենակիցները ինչ են պահանջում։ Տեսակետներ կա մոտ 460 միլիոն դոլարի Արցախահայերի միջոցներ են թալանված։ Իրանք իրավունք չունեն գողունը հետ պահանջելու։ Հիմա Արցախահայերը պահանջում են իրանցից թալանված գումարը, որը պետական գրանցում ունեցող կազմակերպության միջոցով իրանցից թալանվել է։ Այդ օգնությունը ուր է գնացել։
Ամենագնացներով եւ լավագույն համարներով ու թիկնազորներով ֆրֆռում են Երևանով մեկ։ Այն ժողովուրդը, որ ոչ միայն հոգեբանական խնդիր է ունեցել, հարվածը հասցվել նրա ինքնասիրությանը, այլ նաև թալանվել է, չի իրավունք չունի պահանջի գողունի վերադարձը։ Մանրամասներին տեղյակ է Արթուր Օսիպյանը։ Հետևեք նրա Facebook-յան էջին, տեսեք ինչ է ասում։ Ես սատարում եմ Հայաստանի շնորհապետական կուսակցությունը կանգնած է արցախահայերի բնական իրավունքների կողքը։ Մարդիկ իրավունք ունեն թալանվածը հետ պահանջելու եւ պահանջելու իրենց պապենական բնորանը։ Իրավունք ունեն եւ այդ իրավունքը մենք պետք է հետապնդենք նրանց հետ կողք կողքի, որտեղ նրանք մեր քույրերն ու եղբայրներն են, չմոռանանք սա։ Որտեղ եթե մենք նրանց տարանջատեցինք, մենք կտարանջատենք նաեւ Գյումրին, կտարանջատենք Վանաձորը, կտարանջատենք Տավուշը, կտարանջատենք Երևանը, ելով մնացինք մենք, ելով ենք մենք, էլ մենք չկա։ Նշանակումա վերադառնանք ձեր ասած ճամպրուկին։ Դրա համար մեր մեջ մենքի գաղափարը պետք է շեշտադրենք։ Մենք ենք, բոլորս համախառն, համակուռ, համակարգով եւ համազգային ինքնագիտակցությամբ եւ մշակույթով։ Մեր բարբարային, որը որ բոլորի բարբարները ինձ համար շատ հոգեհարազատ են, յուրօրինակությամբ եւ համ ու հոտով հանդերձ մենք բոլորս հայ ենք եւ խոսում ենք հայերեն։ Պարոն Սիմոնյան, քանի որ դուք ըստ էության ասացիք, որ Սերժ Սարգսյանն է մեղավոր Նիկոլ Փաշինյանին իշխանության բերելու հարցում, նույն բանը ասում է նաև Ռոբերտ Քոչարյանը եւ այս օրերին նրանց միջև այդ հերակա բանավեճը մեղադրանքների լեզվով շարունակվում է։ Ինչ խնդիր են լուծում այս բանավեճով։ Ում է հետաքրքիր 7 տարի անց թե ով է բերել իշխանության Նիկոլ Փաշինյանին։ Ճիշտ է ասում Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանն է մեղավոր։ Բայց այդտեղ հարց տանք։ Ով է մեղավոր, որ Սերժ Սարգսյանը դարձավ նախագահ։ Մարտի 1-ի 2-ի դերվագները փոխել, մոռացել եք։ Մոռացել եք, որ Լևոն Տեր-Պետրոսյանը անցել էր ասում են այն ժամանակ։ Ռոբերտ Քոչարյանը չբերեց կրակելով մարդկանց վրա նստացրեց Սերժ Սարգսյանին։ Այդ դեպքում Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության մեղսակից է նաև Ռոբերտ Քոչարյանը, որտեղ Ռոբերտ Քոչարյանը բերեց Սերժ Սարգսյան, աճեցնելով այս պարադիգմը։ Սերժ Սարգսյանը բերեց Նիկոլ Փաշինյան, սպասարկելով այդ պարադիգմը։ Նիկոլ Փաշինյանը տապանակարն է արդեն ծեծում։ Տարեթիվն է ծեծում, ընդ որում Արցախի չէ, Հայաստանի Հանրապետության։ Այնպես որ Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Նիկոլ Փաշինյան, դրանք տրամաբանական շարունակություն են։ Բա առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանին բերեց։ Այսինքն նույն շղթայի ուղղակիներն են բոլորը փոխկապակցված։ Բայց ինչ եմ ասում 90 թվականից, երբ որ Ղարաբաղ կոմիտեն պերեխվատ արվեց դրսից։ 90 թվականից մինչև այսօր նույն համակարգն է։ Անկախ իրար միս ուտելուց, իրանք միս չեն ուտում այն իրավիճակից, որ մենք հիմա ինչ պատուհասի մեջ ենք, այլ իրանք իրար միս են ուտում, թե ինչի դու այսքան ունեցար, ես այսքան ունեցա, ես պետք է այսքան ունենայի, դու այսքան պետք է ունենայիր, ընդհանրապես այս ոնց ասեմ դիակապտության նմանվող որկրամոլ շահերն են բանանում, որտեղ դիակի կարգավիճակում հանդես է գալիս մեր սիրելի Հայաստանի Հանրապետությունը իրենց մտածելակերպով։ Իրանք ուզում են դիակապտությամբ զբաղվեն, թալանեն մահացած Հայաստանը։ Մենք թույլ չենք ուզում տանք։ Բոլոր առողջ ուժերին, եղբայրներ, եկեք բռունցք դառնանք։ Պետք է թույլ չտանք։ Կոպեկի չափ արժեք չունենք, եթե թույլ տվեցինք։ Մենք ինչա խաժամուժ ենք։ Բա լավ, այդքան մեր մասին ուսումնասիրություններ կա։ Հələ միացրեք տեսեք իտալական բուհերում բարձրաստիճան պրոֆեսորա դասախոսական կազմը վեբինարներում ինչպիսի դասախոսություններ են ունենում հայոց քաղաքակրթության մասին։ Մենք ինչը ապօրինի ծնված զավակներ ենք, թե մենք հայկնահապետից սերող ազնվական ծագում ունեցող ազգ ենք։ Եկեք ամփոփենք տարածաշրջանային մեկ հարցով Իրան-Հայաստան զորավարժություններ անցկացվեցին, Իրանը հայտարարեց, որ տարածաշրջանում վտանգ չկա, բայց մենք գիտենք, որ եւ Իրանի ուղությամբ եւ Հայաստանի ուղությամբ կարող է վտանգ լինել, հատկապես Ադրբեջանը կրակում է, չի խորշում իր կրակելուց, այսինքն ապակառուցողական վարքագծից բնավ իրեն ված չի զգում, կաշկանդված չի զգում։ Հիմա ինչ է կարծում Իրանի շուրջ օղակը կսեղմվի եւ դրանից արդյոք կկարողանա Ալիևյան ռեժիմը օգտվել։ Թող սեղմվի, թող փորձեն օգտվել։ Իրադարձությունները, որոնց վրա դուք ազդեցություն ունենալ
իզորու չեք, թող ձեզ չհուզի։ Դուք պատրաստվեք։ Մենք որ դուրս ենք գալիս Երևան, խորը շունչ ենք քաշում, արդեն վտանգի տակ ենք։ 5-ից 10 անգամ թունավորված օդ է։ Էկոլոգիական առումով վտանգավոր։ Դուք ինչ գիտեք, ինչ միկրոբ եք շնչել, որը ինչ ազդեցություն կարող ունենա ձեր օրգանիզմի վրա, բայց ձեր օրգանիզմը վախերով ու տագնապներով է ապրում, ոչ, իմունիտետը սկսում է դրանց դեմ պայքարել։ Ապրեք, շարունակաբար հզորացեք, կլինի խնդրեմ, դուք դարձեք խնդրեմ ձեր թշնամիների համար, ինչ նախնդիր է։ Թե Մայքլ Ջեքսոն եք դառել բոլորդ։ Սպիտակ ձեռնոցներով եւ դնչկալներով պետքա պատտվենք, որ միկրոբ անգամ մեր օրգանիզմը չեն գնի։ Մենք Մայքլ Ջեքսոնների հասարակություն չենք։ Մենք հայոց քաղաքակրթությունն ենք, հայ հանրությունն ենք։ Կլինի խնդրեմին փորձենք լուծում տալ, այդ լուծում տալու ընթացքում կդառնանք խնդրեմ այն խնդրեմի համար, որ ուզում էր խնդրեմ դառնալ մեզ համար։ Դարձեք խնդրեմ ձեր թշնամիների համար։ Շնորհակալ եմ, ես մեր հեռուստադիտողին հիշեցնեմ, որ զրուցում էի Հայաստանի Շնորհապետական կուսակցության նախագահ Գուրգեն Սիմոնյանի հետ։ Դուք կարող եք աջակցել մեզ Patreon-ում, էկրանին երևացող QR կոդով եւ այդ հարթակում դիտել մեր ուղիղ եթերները։